Ուրեմն դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում։ Եվ գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ չէ, եւ ես էլ համոզված էի, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Ուրեմն հետեւաբար այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատեքստ։ Ինձ ուղղված հեռանալու պահանջը, իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Ուրեմն տեսեք, քանի որ դա տեսագրությունների հետ ուղղակիորեն առնչված է, ես ձեզ ասեմ։ Ուրեմն ես ձեզ 4 հանգամանք կարող եմ նշել, տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացականորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրությունը, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, այո, սա արել են, սա իրական է եւ այլ եւ այլ։ Երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը որ ասի, այո, դա այդպես է։ Ամենայն դեպս շոշափվող անձանց շրջանակի մեջ։ Այնտեղ շոշափվում է իմ անձը եւ իմ ընտանիքի անդամների անունները։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։ Երրորդը, որ ավելի հիմնավոր փաստարկ է։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա եւ քննչական կոմիտեում քննվել է, ես հրավիրվել եմ հարցազրույցի։ Ես հանդիպման։ Ուրեմն երբ որ ես հանդիպեցի այնտեղ, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել եւ այլն, եւ դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել։ Ես ասացի շատ լավ։ Իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ, թե նաեւ ձեզ։ Ուրեմն պարզվեց, այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Եվ դա գիտեք ինչի է նմանվում, նմանվում է, ասենք, մի դարպասի ֆուտբոլի խաղի նման։ Ինչ որ մարդիկ իմ ձեռքերը կապում են եւ որոշները փորձում են հարվածել։ Բայց հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել 3-րդ, 4-րդ անձանց ձեռքը։ Իհարկե ես դրանից էլ չեմ ներսվտում, ոչ էլ դրանից էլ որևէ երկյուղ ունեմ։ Ուրեմն մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, կարծեմ Բաբայան Արսենը այստեղ պետք է լիներ, կամ եթե այստեղ չի, ինքը հայտարարություններ արել է։ Մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, եւ մեկ օրվա մեջ փորձաքննության արդյունքները փոխանցվում է այդ քննության հետ կապ չունեցող անձին։ Փորձագետներին, եպիսկոպոսները դարձել։ Չէ, այդպես չի։ Փորձաքննությունը նշանակվել է քննչական կոմիտեի կողմից եւ փոխանցվել է մեր եպիսկոպոսներից մեկին։ Ենթադրաբար, ես այդպես գիտեմ, որովհետեւ այդ փորձաքննության արդյունքը համենայն դեպս հրապարակվեց, որ մեր եպիսկոպոսներից մեկին։ Փորձաքննություններ են եղել, որոնք տևել են 8 ամիս։ Եվ մեկ օրում հանկարծ պարզվում է, որ այդ անձը, որը որ պատկերված է տեսագրության մեջ, իբրև թե ես եմ։ Այնինչ ես իրենց միանշանակ հայտարարել եմ, սիրելիներս, այս գործը եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Իհարկե ես չեմ։ Ես կարող էի դադարեցնել իմ ծառայությունը, խնդրել դադարեցնել իմ ծառայությունը, բայց դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է լսնեմ ջուր այն մարդկանց ջրաղացին, ովքեր որ ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո նրանց նպատակը դա է։
Երկրորդը, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի, որ բացարձակապես առհամարած ունեմ հանրային ընկալումները, կարծիքը։ Իհարկե, ես այդ հարցին ժամանակի մեջ կանդրադառնամ։ Անցյալ օրը կարծեմ մեր լրագրողներից մեկը այդ հարցը ինձ տվեց, ես իրեն պատասխանեցի, որ ոչ, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը, եւ ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, եւ եթե ես եմ խանգարող հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե ես ցանկացած լուծումի պատրաստ եմ, բայց դա պետք է ես գնահատեմ, տեսնեմ։ Եվ երրորդը, եկեղեցական իշխանությունը ինքը կարող է գնահատել, դա անհրաժեշտ է թե ոչ։